Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մարդիկ առևտուր են անում առանց գումար վճարելու։ Մարդիկ չունեն գումար, որ այսենց ամբողջ օրը նստած թեթևակի առևտուր անում։ Կարող եմ ամբողջ օրը ես մի 10,000 չունենամ, կարող է օրկա 1,20 լինի։ Մարդիկ կան 1 տարուց ավելի է պարտքով են սնունդ գնում, 60-ամյակինը շեշտում է, Գանձակում վիճակը շատ է վատացել։ Գյուղում ասենք թե աշխատատեղեր չկա։ Մարդիկ հողամասեր են ցանած արդեն կարկտահարվե, Վաբշե միջոցներ չունեն ապրելու։ Խանութի եկամուտը շատ քիչ է 5 հոգանոց ընտանիքի համար։ Հողագործությունից ու անասնապահությունից էլ մեծ գումարների սպասելիքներ չունեն։ Գեղարքունիքի մարզի վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում, որովհետև ինչ որ բանից դուրս մնա։ Ովքեր են, ասենք թե եկած այսքան ժամանակ հարցրած, թե դուք ինչով եք զբաղվում, գործ ունեք, իմ այսինքն տղաները ավարտել են, բարձրագույն են, մի գործ չկա։ Գանձակի գյուղապետը չի հերքում գյուղացիների կյանքն ամենևին էլ փայլուն չէ, բայց ելք տեսնում է։ Սա օլպիական գոտի է։ Աշխարհի միակ գոտին է, որ համազոր է շվեյցարական կոթին։ Այսինքն շվեյցարական պոնի կոնանք մենք դուց արտադրենք, 10 անգամ ավել վաճառենք։ Բայց ցավոք տես մեր երկրում ինչ է գոտարում։ Դրսից կորվանում են կոթի փոշիներ գրել։ Դրա համար էլ կոթի գները են գնում։ Նա կարծում է, որ պետք է լինեն արտադրողին պաշտպանող հատուկ կազմակերպություններ։ Կորտոլ արտադրողների ասոցիացիա էլ պետք է լինի, կոթ արտադրողների ասոցիացիա էլ։ Եվրոպա կոնանք մտնենք մեր կոթով, մսով, մեղրով, էլ չեմ ասում ծիրանով, այն ինչը մեր բրենդն է։ Իդեպ 4238 բնակիչ ունեցող Գանձակում մեծ մասն ապրում է դրսից ուղարկված գումարներով, իսկ հող մշակում են շատ քչերը, շահավետ չլինելու պատճառով։